Այսօր սպորտի առավոտ է մեզ մոտ սիրելի հեռուստադիտողներ եւ այդ աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն փորձում ենք ձեզ ներկայացնել։ Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ Թայի ֆեդերացիան հպարտությամբ մասնակցեց հեղինակավոր 2025 թվականի աշխարհի Մուայ Թայի առաջնությանը, որը կազմակերպվել էր աշխարհի Մուայ Թայի ֆեդերացիան Թայլանդում։ Ավելի քան 40 երկիր ներկայացված էր այս մրցաշարում, որը ցուցադրեց Մուայ Թայի մարզաձևի բարձրագույն մակարդակը։ Մնացած մանրամասները կներկայացնեն մեր հյուրերը։ Ես իհարկե սիրով ներկայացնեմ պրոֆեսիոնալ Մուայ Թայ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյան, պրոֆեսիոնալ Մուայ Թայ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ միջազգային կապերի տնօրեն Արմինե Խաչատրյան, աշխարհի Մուայ Թայի չեմպիոն Կարո Ոսկանյան, բրոնզե մեդալակիր Գայանե Աբրահամյան։ Բարև ձեզ, Բարի լույս։ Շատ դժվար է, չէ՞, Թայլանդում գնալ այս սպորտաձևի, մարտարվեստ թե սպորտաձև։ Մարտարվեստ է եղել, որ արդեն սպորտաձև է, իհարկե նաև մարտարվեստ։ Դժվար է, չէ՞, Թայլանդում չեմպիոն դառնալը։ Դե քանի որ իրանց մարզաձևն է արդեն, իրանց մարտարվեստն է, դժվարը շատ դժվար է, բայց մենք առաջի անգամ չի, որ ապացուցում ենք, որ մեր հայկական դպրոցը շատ ուժեղ է Մուայ Թայի եւ մեր ֆեդերացիայի սաները բազմաթիվ անգամ դարել են եւ աշխարհի չեմպիոն, արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր։ Բայց մենք մի անգամ ոնց որ առիթ ունեցել ենք։ Այո, իհարկե անցած տարի նորից աշխարհի առաջնությունից հետո։ Թե Չէ, հենց Թայլանդում էր էլի տեղի ունեցել, դրա համար հիշեցի, որ Դավիթն ինչու՞ չեք մեզ ձեզ այդ Թայլանդ մեծ սիրով, մյուս տարի։ Պատրաստ Ես լավ երկու մարտի պագու եմ։ 10-ից 20-ը, հա, Մարտի 10-ից 20-ը գնում եք։ Այո։ Գնում եք ինչ անեք։ Կրեք բոլորին։ Այո։ Այս ներկայացնելու կարիք կա։ Հա, եկեք հասկանանք։ Բրոնզե մեդալն է, երրորդ տեղ, որ վաստակել է Հայաստանի Հանրապետության համար մեր Գայանե Աբրահամյանը 16-17 տարեկանների մեջ մինչև 54 կիլոգրամ քաշային կարգում։ Ունեցել է 2 մենամարտ, մեկում ճանաչվել ենք հաղթող, կիսաեզրափակիչ մենամարտում չնչին առավելությամբ զիջել ենք, բայց կարողացել ենք վաստակել երրորդ տեղը Ուզբեկիստան։ Շատ ուժեղ են իդեպ։ Սա էլ մեր Կարոյի ոսկե մեդալն է։ Մեծահասակների մինչև 86 կիլոգրամ քաշային կարգում կարողացել ենք նվաճել ոսկին եւ բերել Հայաստան։ Ինչի համար շատ հպարտ ենք։ Շնորհ սպորտում դե արտահայտություն չեն անում, բայց Կամ մեզ են ջարդում, կամ մենք ենք ջարդում։ Պատերազմ է էլի, կամ կրում ես, կամ պարտում ես։ դե հա, դաժան է։ Դե Դաժան չի իրականում շատ արդար է, որովհետև դու ես քո հակառակորդն է, քո մարշական անձնակազմը եւ հակառակորդիդ։ Հաղթում է ուժեղ։ Արդար են գնահատում գոնե ամեն ինչ։ Անկեղծ ասած, բոլոր սպորտաձևերում վրիպումներ լինում են, բոլոր սպորտաձևերում կա թերի դատավարություն, բայց դրա մեջով ենք անցնում, նորմալ է։ Դա էլ սպորտի ինչ-որ անբաժան մի մասն է։ Հա, դրա դեմ առնել չես կարող, որովհետև Մուայ Թայի հետ կապված չէ։ Բոլոր սպորտաձևերի մեջ դու անդադ ներվահան ես ելնում, էլի։ Մուայ Թան ո՞րն է։ Գիտես, մոտավոր սենս ասեմ։ Թայլանդական բռնցքամարտն Որ այս արմունկներով, ծնկերով, բանով, սենց մի տեսակ բանից լավ է որ ճշտեցի, որտեղ ուզում հասկանամ Գայանե ջան, դու այդքան սիրուն։ Տենց որ գնում ես տապալում ես խեղճերին, ո՞նց է եղել, որ դու որոշել ես զբաղվել ես սպորտաձևով։ Սպորտաձևով հենց ընդհանուր սկսել եմ զբաղվել 8 տարեկանից, ու մայրիկս է առաջարկել, որ ես զբաղվեմ։ Բայց սկզբնական շրջանում ես մտածում էի, որ կտևի ամենաշատը 2 տարի զբաղվելը։ Հետաքրքրությունը։ Հա, չէի սիրում անկեղծ, բայց հետո սպորտի հանդեպ սերը շատ մեծացավ ու մինչև հիմա սենց ապրում եմ սպորտով ու ինձ թվում է հետագա իմ քայլերը ավելի մեծ կլինեն ու իմ հաջողություններն ավելի մեծ կլինեն։ Ես աշխատում եմ ներկայացնել իմ երկիրը լավագույն տեսքով, որտեղ իմ համար շատ կարևոր է էլի իմ երկիր ներկայացնելը։ Անշուշտ։ Դե պատկերացնում ես խոսքի օրինակ, ասենք մի քիչ էլ Գայանեն մեծանում է, տղերքը իրանց լավ չեն պահում ու ջարդում է բոլորին։ Տենց է կանում էլի, որ մեր տղերքը տենց խեղճանում։ Ծեցում ես դեռ։ Ծեցում ես տղաներին։ Չի կարելի, սպորտսմենները չեն կարող։ Արդեն ես հիմա քեզ սիրողական սպորտսմեններ են, վատ տղաներին կամաց բոլորն էլ գնում են դեպի պրոֆեսիոնալ սպորտը։ Մեր կարոն եւ պրոֆեսիոնալ մարզիկը եւ մարզիչը անգամ
ունեցել է եւ մեծ ճանապարհ անցել սպորտի մեջ, ուղղակի ընդմիջում է եղել մոտը եւ շատ ուրախ ենք, որ նորից կարողացել է վերադառնալ սպորտ, վերականգնվի եւ նորից նվաճի ոսկի Հայաստանի համար։ Անտիր։ 7 տարի դադարից հետո 7 տարի դադարից հետո վերադարձել եք։ Օ դա անհնար։ Շնորհակալություն պետք է հայտնեմ թմից, որտեվ թիմներ էլի ողջևորելու հիմքը ինքներ անցած տարի աշխարհի առաջնություն գնալուց առաջ իրանց տեսած այս մեջս ինչ-որ թազա փոխվեց էլի նորից ուզեցա այդ էմոցիաները, այդ զգացմունքը ինչ-որ ապրում ես ռինգը մտնելուց երկիր ներկայացնելուց նորից ուզեցա ապրել։ Կարո ջան, այդ ինչքան ես ուզել որ գնացի առաջ տեղից։ Մի 30 կիլո ուզել եմ Սպորտում իսկ 30 կիլո, այո, քաշա գցել, որպեսզի 30 կիլո ուզել եմ։ քաշի մեջ տեղավորվի։ Մեծ աշխատանք է եւ տանջանք։ Դա շատ դժվար բան է։ Եվ իդեպ Այդ 7 նշեմ, տարում որ 30 կիլո գիրացել էիք։ 7 տարում չէ, մի տարում է գիրած այդքան, Չէր եղել։ բայց նոր վիրահատություններ, վնասվածքներ, մեծ Ում այդ ամենը հաղթահարել եք։ ոնց որ հա։ Բրավո։ Այո։ Եվ դե պետքա հաղթահարել։ Այս սկիզբն է, ասում եմ ոնց որ վերջին Շատ մարտական է նայ տրամադրվածից թվում է հաջորդին հա ապալել։ նու անկեղծ կգտնվեմ վերջին փուլն է երևի իմ սպորտային որպես մարզիկ կարիերայի, ես ուզում եմ մաքսիմումս անեմ։ Տարիքային ժամանակապակում Նու կա։ ես եմ արդեն մեծանում էլի Մինչև 30 տարեկան եմ, կարաս դու։ ինձ թվում է մինչև 30 չէ, մի քանի տարի 39 39 կարող ես տարի։ մասնակցել պաշտոնապես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Բայց դա չի նշանակում, որ իրոք մինչև 39 կարող ես, որովհետև նամանավանդ գործող սպորտսմենները անընդհատ այդ նավուսկի տակ վնասվածքներ Եվ երիտասարդներն են գալիս։ քաշքցել եւ այլն արդեն ոնց որ քո մարմինը ասում է, որ հերիք է։ Թողնես Ժամանակն է, հա, որովհետև ընկնում է իմունիտետը քաշքցելուց, որովհետև դու շուտ ես հոգնում եւ այլն եւ վնասվածքներն են ուշ վերականգնվում, շատ ֆակտորներ կա, որ ազդում է այդ ամենը։ Եվ վերջի վերջո, որովհետև ուզում ես համեղ սնվել, այո, հենց խոսենք Վերջո դրանից, վերջո պետք է ամենակարևոր մասը դա է։ դասարները ես գիտեմ այդ ինչա։ Իսկ հավեն սնվելն էլ չգիտես ինչի Նամանավանդ- օգտակար չի հեչ։ Նամանավանդ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին դու յուրաքանչյուր օր եթե ունես մենամարտ, դու պարտադիր պետք է քո քաշի մեջ տեղավոր, քո քաշը ցույց տաս, կշռվան անարողություն արի։ Ամեն անգամ կշռվի։ Ամեն անգամ այո, նես չի որ դու եկար սկզբից պաշտոնապես կշռվեցիր եւ վերջ, չէ։ Հետո գնաս մի հատ բուրգեր։ Չես կարա։ Այսինքն 10 օր մրցաշարն է, դու 10 օր մինչև եթե գնում ես փուլերով հաղթելով հասնում ես եզրափակիչ, դու պետքա պահես քո քաշը եւ քո ֆորմը։ Ամեն օր կշեռ կա։ Այ բուրգերները գալիս են մեդալը նվաճելուց Այո։ հետո։ Դե Մեդալը վերցնում ես ու վազել անկեղծ մեզ մեդալը հետաքրքիր չի, հետո ուտելը ավելի շատ հետաքրքիր։ մեկ առաջի Իմունը բուրգերն է։ Ես անկեղծ եմ ասում, ես գիտեմ այդ ինչա, ես երկար տարիներ սպորտով զբաղվել եմ, դա շատ դաժան քաջ ահավոր բան է։ Դասն ամեն ինչ իր գինն ունի։ Հիմա նման Վնասվածքները մեդալի Բայց եկեք ասեք նայեք։ բայց ուտելը ամենաբարդ բանն է, որ դե մենք ոնց կպտում ենք, այտենց ուտում ենք, առասարակ այտենց համեմատություն կա, էլի, ոնց սպորտսմենը ոնց ուտում է, այտենց է ռինգում մենամարտում, Այսինքն եթե ինքը սխալ է սնվում, Չէ, ինչքան լավ է ուտում, ինչքան լավ է սնվում, այտենց նույնպես լավ կպնում է, լավ մենամարտում, կանցած թեթև ուտողներ կան, թեթև էլ կպնում են։ դե լավ ուտելը ո՞րն է, ձեզ չի կարելի լավ ուտել ոնց հասկանում։ Այն պերիոդը, որ կարելի է, այդ վաղ լավ ենք ուտում։ Դաժան է։ Այս իհարկե սպորտսմենների ասма կյանքն էլ կյանք չի, Բայց որովհետև իդեպ ասում եք դաժան է, այո, շատ դաժան է, շատ դժվար է, մեծ աշխատանք է, բայց այդ բեքգրաունդը, այդ էմոցիաները, որ տալիս է քեզ սպորտը, ուրիշ ոչ միտեղ չես կարող այդ էմոցիաները ապրես, թե վերելքը, թե ներքևը, այդ ադրենալինը Դրա համար էլ մենք ապրում ենք Էմոցիաների ու մասին է, էմոցիան հանում ես, տակը բան չի մնում, անիմաստ է դառնում։ Բացասականից մինչև այն ամենագագաթնային դրականը դու սպորտի մեջ ապրում ես։ Այդ էմոցիաների բոլոր ամբողջ գաման կա։ ճիշտ եմ հիշում դուք էլ եք ինչ որ սպորտով։ Չէ, ես գլխավոր քարտուղարն եմ։ Մեր նախորդ հանդիպմանը չենք խոսել մենք ինչ որ սպորտաձևի մասին, որը դուք Նորից մուայթայի մասին։ Մայթան եք, հա, ինչ որ բան հիշում եմ։ Ես միջազգային կապերի
կապերով եմ զբաղվում ու Բայց երբեք չեք զբաղվել սպորտով։ ոչ։ 15 տարի զբաղվում եմ, արդեն բայց ես սպորտի պրոֆեսիոնալ, այսինքն մարզիկ չեմ եղել։ Ես ավելի կազմակերպչականով մրցավար եմ միջազգային կարգի, ռեֆերի, համաշխարհային ումել ունեմ, ֆեդերացիայում պաշտոն ունեմ եւ շատ ուզում եի ներկայացնել, որտեղ մեր համար շատ կարեւոր է, որ Թայլանդում կոնգրեսի ժողովի ժամանակ հայտեր կար, 3 պետություններ հայտվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունը անցկացվի իրենց երկրում, Իտալիա, Բելգիա եւ մենք Հայաստանը, ու ասեմ, որ շատ ուրախ ենք, որովհետեւ միաձայն Հայաստանը ընտրվեց բոլոր երկրների կողմից։ Ես վերջերս չէ, տղաներն էլ ասացին Հայաստանն է ընտրվել։ Հոկեյը աշխարհի առաջնությունն է գալիս։ Եվ հոկտեմբերի 2-ից 8-ը տեղի կունենա Muay Thai Եվրոպայի առաջնությունը Երևան քաղաքում, որտեղ կժամանեն կարելի ասել աշխարհից տարբեր երկրներից, որտեղ բաց առաջնություն լինելու։ Հայտերը շատ են, որովհետև կոնգրեսից հետո բավականին մեծ քանակի երկրների ներկայացուցիչներ մոտիկանում են, ես մենք էլ ենք ուզում մասնակցենք։ Եվ եւս հարց դրվեց, որ ոչ թե Եվրոպայի առաջնությունն արվի, այլ բաց Եվրոպայի առաջնություն անցկացնենք, որպեսզի մյուս երկրներն կարողանան գան եւ մասնակցեն։ Ասեմ հետաքրություն են հայտնել Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, այսինքն այն երկրները, որ բավականին հեռու են մեզանից, բայց մեծ ցանկություն են հայտնել, որ մագան մասնակցեն Հայաստան, հենց որ արդեն սկսել ենք պատրաստ։ Իսկ որտեղ է լինելու թե։ Դեռևս տենց բանի մեջ ենք, պետք է հասկանանք, որ մարզադահլիճ մարզահամալիրում է լինելու, բայց մնացած նախնական աշխատանքները արդեն սկսել ենք։ Այսինքն մեծ քանակի սպորտսմեններ են գալու, բնականաբար իրանց հետ գալու են իրանց հետևորդները, բարեկամները, մոտիկները։ Մի խոսքով Հայաստանին դգան կծանոթանանք, Այո, իհարկե, դա յուրաքանչյուր մեծ սպորտային իրադարձություն, եթե դու կարողանում ես քո երկրում իրականացնել, անել դա նաև туриզմի ինչ-որ զարգացման մի ձև է, որտեղ գալու են, որտեղ մեր ծրագրերում կա անպայման տանել, ցույց տալ, ծանոթացնել մեր հայկական կուլտուրան եւ այլն։ Դե անշուշտ, նախ այդ ճանաչումը, որ պիտի հարցեր չտան հետ Հայաստանը որտեղ է, ինչ է, ինչից է, որովհետեւ մենք ծանր ենք, չէ՞, դե տանում որ չենք հասկանում։ Մեզնից հետո արդեն ավտոմատ Google-ում են ոնց էլ չլինի։ Այդ մասով հանգիստ ենք լինում, էլի։ Այս ինքնավստահությունը եւ այս մարտական տրամադրվածությունը ինձ շատ դուր է գալիս։ Դուք հաստատ հաջորդում եք ունենալու լուրջ հաղթանակ, այնպես որ շարունակեք այդպես։ Նաեւ կուզենամ մի հատ մեջբերում անեմ, արդեն Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան նաեւ ընդգրկվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում, որը համագործակցում է անմիջապես օլիմպիական Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Եվ նաև առիթից ուզում եմ օգտվեմ եւ շնորհակալություն հայտնեմ մեր օլիմպիական կոմիտեի ողջ անձնակազմին, քանի որ անցած տարի շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց եւ 2024 թվականին լավագույն մարզիկները մեր ֆեդերացիայի պարգևատրվեցին օլիմպիական կոմիտեի կողմից, ինչի համար շատ շնորհակալ ենք եւ շատ կարեւոր է այդ ուշադրությունը մարզիկների նկատմամբ։ Դե այդքան զոհողություններ են անում ու երբ որ կա գնահատական ուշադրություն, բնականաբար էլ ավելի է ոգևորվում։ Մի տեսակ որ մեջքիդ, հա, տենց քեզ վստահող, ինչ որ բան անող մարդիկ կան, դու այդ երկրում քեզ մենակ չես զգում ու գիտես հանուն ինչի ես անում։ Ուժեղ ես զգում։ Հա, այդ միշտ այդ փաստը էլի ու երևի թե կապ չունի մասնագիտությունը։ Հիմա սպորտը մի քիչ կողմից ավելին է պահանջում մարդուց, բայց յուրաքանչյուր ոլորտում, երբ դու գնում ես ինչ որ միտեղ ներկայացնելու քո երկիրը ու դու գիտես որ կան մարդիկ ովքեր գնահատել են ու գնահատելու են, դու լրիվ այլ տրամադրվածությամբ ես գնում։ Երբ անտարբեր են, դե կարողա տենց ինքդ քո համար անես։ Համաձայն եմ, որովհետև դա շատ կարևոր փաստ է, քանի որ մենք յուրաքանչյուր միջազգային մրցաշարի ժամանակ ներկայացնում ենք մեր հանրապետությունը եւ հանդես են գալի մեր եռագույնի ներքո։ Եվ
շատ հպարտորեն բոլորը կրում են այդ եռագույն դրոշը եւ մենք բարձրանում ենք, երբ որ մեր եռագույնն է բարձրանում։ Անշուշտ։ Դե մենք էլ բարձրանում ենք, երբ որ դուք այս տեսակ հաղթանակներով ներկայանում եք։ Այո։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Մենք ձեր հետ ենք, Գանե։ Ասում եք այնց անպարտ, չնայած ասում են այմես Գանեի հեզությանը, գեղեցկությանը, մտածում ես, հա որ այս մարդը գտնում այնտեղ մարդ մտադապալու։ Ընդհանրապես մենք տես կոնտրաստ մարզիկներ շատ ունենք, որ նայում ես կյանքում ինքը սենց շատ հանգիստ, շատ Տեսել եմ, եւ մի անգամից փոխում է, երբ որ ինքը մտնում է ռինգ։ Այսինքն դառնում է անճանաչելի, չես ասի, որ նույն մարդն է։ Մարդը գնում է աշխատանքի վերջ։ Ռինգը իր աշխատանքն է եւ դա կատարում է փայլուն գերազանց։ Եվ ասում է իր համեստությունը պետք է չնայել։ Եվ պայմանավորվեցինք, չէ՞, մյուս տարի իրար հետ ենք արդեն գնում։ Այո։ Դավիթի, Դավիթը ինչ Դու չես գալիս Թայլանդ։ Գալիս եմ։ Տանում կա գալիս եմ։ Սիրով։ Այդ ենք քննում։ Մենք էլ ենք շատ շնորհակալ հրավերի համար։ Սիրով, մենք ուրախ ենք առասարակ լուսաբանելու մեր բոլոր հաղթանակները, անկախ ոլորտից, իհարկե սպորտի ոլորտում տեսել ենք, ցավոք ասում եմ ֆուտբոլի առումով։ Դե վերջացա։ Ֆուտբոլի առումով ասում չեն կարողանում խոսել, բայց դե տես անհատական սպորտում Սելի հեռուստադիտողներ, սա իմ վերջին օրն էր կենտրոնի առավոտի որպես հաղորդավար, որովհետև կյանքս կերել են արդեն։ Բանը ֆուտբոլը հատկապես։ Մենք էլ ենք սիրում։ Ես քեզ մաղթում եմ համբերություն եւ հուսամ հաղթանակ։ Ինչ է Հայաստանի հավաքականին հաղթանակ մաղթի։ Որովհետեւ դու շատ ես սիրում։ Ես էլ որպես երկրպագու երկար տարիների առողջ կյանք։ Ես էլ ասում եմ, այստեղ չեմ ծիծաղի։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում Գովազդ, որից հետո կշարունակենք, ելի շատ հետաքրքիր նյութ ունենք, որ կուզեմ անպայման մեր բոլոր հեռուստադիտողները հատկապես կանայք անպայման առիթ ունենան հետևելու, բայց այդ խոհանոցից հետո։